որևէ բան չկա գաղտնի, որ չհայտնվի, եւ ծածուկ բան չկա, որ ի հայտ չգա։ Մարդը ընդհանրապես, երբ որ անկեղծ է, մաքուր է սիրտը, հոգին է, ինչպես երեխան, ինչ որ սրտի վրա, այն էլ բերանի վրա է։ Ինքը չի ձգտում որևէ գաղտնի ծածուկ բաներ անել, հա, որտեղ թաքցնելու ոչինչ չունի։ Ով առաջինը սկսեց թաքնվել, ով սկսեց ծածկվել։ Ադամը դրախտում։ Երբ ծածկվեց, ինչպես ծածկվեց, թզենու տերևների տակ ծածկվեց, մեղք գործելուց ծածկվեց։ Ինչն է մեզ ստիպում թաքնվել, ծածկվել, ամոթը։ Մեղք գործելուց հետո մենք ամաչում ենք, ուզում ենք ծածկվել, թաքնվել։ Բայց քանի որ որևէ ծածուկ գաղտնի բան չկա, այսօր մեր ծածկած բանը վաղը ահեղ դատաստանին հայտնի է լինելու։ Ուրեմն մենք պիտի ձգտենք մեղքեր հնարավորինս չգործել եւ գործածնել բացահայտել։ Բացահայտել ինչպես։ Նախ Աստծո առջև անկեղծ սրտով զղջալ, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, խոստովանությունը մտքով, հոգով Աստծո առջև է լինում, բերանով քահանայի առջև։ Երբ որ դու անկեղծ սրտով զղջում ես, արտասուքներով ներողություն ես խնդրում քո արածի համար, հա, ասես ամբողջովից հանում ես քո միջից մեղքի թույնը, այն ժամանակ հոգիդ խաղաղվում է։ Եվ երկրորդ քայլը արդեն հանգիստ խղճով դու հրաժարվել ես, դու ատում ես արդեն մեղքը, չես սիրում մեղքը, գնում ես հանգիստ խղճով առանց ամաչելու, հասկանալով, որ ամոթը ահեղ դատաստանին է լինելու, տիեզերական հրապարակում, այն ամոթը մեծ ամոթ է լինելու։ Իսկ այստեղ քահանայի առջև թեթև ամոթ է, մեծ ամոթ չի, դե ամաչելով ոչինչ, ամաչում ենք, խոստովանում ենք, ամաչելով մաքրվում ենք, խոստովանելով մաքրվում ենք, ուրեմն դու պատճառ մի բռնի այն թեթև ամոթը քահանայի առջև, այլ հիշի այն մեծ ամոթանքը, ամոթահար պետք է լինենք Աստծո եւ հրեշտակների առջև, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եվ այդպես, երբ որ դու խոստովանում ես, զղջում ես քո մեղքերի համար եւ Աստծուց ներում ես ստանում, իրապես ներում ես ստանում, ներվում ես, ուրախանում ես։ Փնտրում ես, թե ով է քո դեմ հանցան գործել, որ դու էլ ներես։ Բայց երբ որ դու քեզ մեղավոր չես համարում, հա, երբ որ դու ասում ես, ես ինչ մեղք եմ գործել, որ, այսինքն դու մեծերը չես նկատում, փոքրերն են մեղք չես համարում, հա, մեծերը չես տեսնում, մեծ մեղքերը, փոքրերն դե ասում ես մեղք չի։ Այդ ժամանակ դու չես ուզում ներել, դու քեզ արդար ես համարում եւ բոլոր քո դեմ մեղք գործածներին դատապարտում ես, բայց ինչ չափով որ դատեք, նույնով կդատվեք։ Դու եթե դատում ես, ուրեմն Աստծո դատաստանն ես խլում, իսկ դատավորը մեկն է, մեր Տերն է Հիսուս Քրիստոս, ինքն է դատելու։ Ուրեմն սրանք փոխկապակցված են իրար հետ։ Նա ու իրեն մեղավոր է համարում, որ ինքը կորագլուխը ցածրացնում է Աստծո առջև, ներողություն է խնդրում Աստծուց, Քրիստոսից, ներում է խնդրում, հեշտ է ներում մյուսներին, արագ է ներում, որտեղ ինքը ներում ստացավ։ Պարտքերը հիշում եք այն առակը, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս պատմեց Սիմոնի տանը, երբ որ մի մարդ 500 դահեկան էր պարտք, հա, եւ ներեց Տերը 500 դահեկան։ Մյուս իր դեմ 50 դահեկան էր պարտ, եկավ ասեց, խնդրում եմ ների, ես կվճարեմ, չէ, բանտ նետեք նրան, բանտ նետեք։ Քրիստոս ասեց, բա ես քեզ 500-ը ներեցի, դու 50-ը չներեցիր, գնա,
Գրա դու բանտ ընկի իր հետ։ Իրան կազատեմ, բայց քեզ կդատապարտեմ։ Ուրեմն թագավոր իմաստուն մի թագավոր է լինում, գնում է բանտ, այցելում է բանտարկյալներին եւ հերթով հարցնում է։ Տեսնի թե ով է այնտեղ, ինչի համար է պատժվում։ Եվ որ բանտարկյալին մոտենում է, ասում է, դե ես արդար եմ, ինձ անմեղ են դատել։ Ում մոտենում ասում է, ես արդար եմ, ինձ անմեղ են անարդար են դատել։ Ինձ հերթով պատտվում է ու ոչինչ չի պատասխանում։ Եվ ամբողջ այդ բանդի մեջ ինչքան բանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ են, բոլորը արդար են, անարդար իրենց դատել են ու անմեղ պատիժ են կրել։ Այդ ամբողջի մեջ մեկը կար ու մոտեցավ եւ հարցեց, ասում է, դուք ինչի համար եք դատվում, ասում է, ես մի հանցանքի համար եմ դատում, որ ինձ շատ քիչ են դատում, ես մեղավոր եմ, ավելի մեծ պատիժ պետք է կրեի, բայց մեր օրենքը ինձի ներել է, որ քիչ է պատժել, ես նախ եւ առաջ Աստծո առջեւ եմ մեծ մեղք գործել իմ հանցանքով եւ հատկապես մարդկանց առջեւ, ես քիչ է իմ պատիժը, ավելին պետք է կրեմ։ Թագավորն ասում է, քանի որ այստեղ բոլորը անմեղներ են, մի մեղավոր կա, բերեք այս մեղավորին, այդ բոլոր անմեղների միջից դուրս հանենք, թե չէ բոլոր անմեղներին մեղավոր կդարձնի։ Վտանգավոր է այս մեղավորը բոլոր անմեղների մեջ, հասկանում եք ասածիս իմաստը։ Եվ այդ անմեղ մեղավորը դուրս եկավ մեղավոր անմեղների միջից։ Դատավորը ազատեց այդ մարդուն բանտարկությունից, ասես պետք չի, որ այս մեղավորը անմեղների մեջ մնա։ Ճիշտ նույն պատմությունն է մեր հետ։ Երբ որ մենք մեզ մեղավոր ենք համարում, Աստված արդարացնում է։ Բայց երբ որ մենք մեզ անմեղ ենք համարում, հատկապես եթե մենք դատում ենք մեր հանդեմ հանցան գործածին, մեր 50 դահեկան Աստված դարձնում է 500 դահեկան։ Հիմա որոշեք, ներելու եք, թե չեք ներելու։